Մի անգամ ևս բոլորին ողջույն։ Ուզում եմ հեռակա ֆորմատով բանավեճ չէ։ Մի քանի հարց ուղեմ։ Երկրի գլխավոր պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլին։ Մի քանի հարց կուլտուրական ֆորմատով, առանց հայհոյանք, առանց կոպիտ խոսք։ Նիկոլ Փաշինյան, դու խոսելով ազգային ժողովի ամբիոնից, կառավարական նիստերից, հա? Դու միշտ այն ձևաչափով ես խոսում, որ դու ամեն ինչից գլուխ ես հանան, ճիշտ է։ Ամեն ինչից դու գաղափար ունես։ Բանը հասել է արդեն նրան, որ դու սաղմոսներ ես ցիտում քո էջում, սաղմոսներ ես ասում։ Այսինքն, օրինակ, կառավարական նիստի ժամանակ, եթե խոսվում է տնտեսագիտությունից, դու տնտեսագետ ես։ Եթե խոսվում է, չգիտեմ, ֆինանսներից, ֆինանսների նախարարությունից, դու ֆինանսագետ ես։ Դու ամեն ինչից հասկանում ես։ Այդքանով հանդերձ ուզում եմ քեզ տամ մի քանի հարց։ Դու ոնց կպատասխանես այն հարցին, եթե ես քեզ ասեմ, օրինակ, Հայաստանի X դատարանում նշանակված է դատական նիստ, պետք է ընթանա դատական նիստ։ Խոսքի օրինակ։ Բայց քո ասելով, քո պնդմամբ, քո գաղափարա ենթագիտակցական մակարդակի վրա անջատում են ամեն ձև։ Դու քո Facebook-յան էջով հրապարակել ես գրառում, որ դու կիրակի օրը մասնակցելու ես Հովանավանքում Սուրբ Պատարագին, ով պիտի անցկացնի, ով Տեր Արամը, ով այսօր Մայրաթորի հայտարարությամբ, հիմնավոր հայտարարությամբ, կարգալույծ արվել, ինքը այլևս հոգևորական չի։ Կապ չունի, որ ինքը հայր մեր անգիր գիտի, պատարագանել գիտի, ինքը այլևս հոգևոր սպասավոր չի։ Էդի նույն բանն է, ոնց որ, չգիտեմ, իրավապաշտպանի դատավորի ձեռքից պետությունը վերցնի լիցենզիան հետ կանչի, ասի դու իրավունք չունես այս գործը վարես։ Դու հրապարակել ես Facebook-յան էջով, բլոկելով իմ երկու էջերը, առանց հասկանալու, որ ես ունեմ 3-րդ, 4-րդ, 5-րդ էջ, որ դու մասնակցելու ես պատարագին։ Հիմա դա մինչև էլ դու հայտարարել ես, որ դու հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ ես։ Ես այդ հարցի մեջ շատ չեմ խորանա, քեզ էլ չեմ ասի, մի գնա, մի մասնակցի, քանի որ դրա մեջ միգուցե կա նաև դրական կողմ։ Եթե դու որպես իբր թե ազգությամբ հայ, ուզում ես մասնակցես պատարագին, որը ասենք մատուցվելու է կարգալույծ եղած հոգևորականի ձեռքով կամ հոգևորականի գլխավորությամբ։ Դու զգում ես ինչ աստիճան ես պառակտ է մեր ազգին, պառակտ է, սև ու սպիտակի բաժանարար գծե, որ դու արդեն չգիտես ոնց այդ պառակտման այդ գործոնը մտցնես մեր ուղեղի մեջ, մեր ազգի, մեր ժողովրդի, որ դու չես այցելում Մայրաթոր, չես փորձում հաշտության ճակերտների մեջ եզրեր գտնես մեր Գարեգին II կաթողիկոսի հետ, անվանում ես նրան Ավազանի անունով, որի իրավունքը դու չունես։ Այլ դու ավելի խորն ես խորացնում են սև ու սպիտակի բաժանարարը, որը կա մեր ազգի, մեր ժողովրդի մեջ։ Ուզում ես գնաս պատարագի մասնակցես, խնդրեմ։ Ստեկա երկու հարց, թե դու ոնց է Տեր Արամը, որ կարգալույծ եղած է, մատուցելու պատարագ, ինչ իրավունքով։ Ինչ իրավունքով։ Տաքսիստը, որ տաքսիստ է, եթե լիցենզիա չունի, չի կարան տաքսի քշի, մարդկանց ակետից տեղափոխի բեկետ, բայց այդ թեմայի մեջ չեմ ուզում խորանամ, որտեվ իմ ազգի, իմ ժողովրդի մեջ կան մարդիկ, որ Տեր Արամին ընդունում են որպես հոգևորական։ Էլ եմ ասում, Facebook-յան էջով հայտարարել ես, որ դու գնում ես մասնակցես պատարագի, լավ ես անում։ Դրա մեջ ես տեսնում եմ նաև դրական կողմ։ Եթե դու ուզում ես գնաս, որպես Յան ազգանունը կրող անհատ մասնակցես Սուրբ Պատարագի։ Հիմա հարց,
Եթե դու մասնակցելու ես Կիրակի օրվա այդ պատարագին, որը անցկացնելու է Տեր Արամը, ով կարգալույց եղածա, դու ինչ ես խնդրելու Աստծուց, ինձ այնքան հետաքրքիր է, սա պաթոսախեղդ բառեր չի, դու իրոք մարդիկ շատ հաճախ եկեղեցի են այցելում ապաշխարելու, ճիշտ է, դու խնդրելու ես մեղքերի թողություն, օրինակ Աստծուց, հա, որ գնում ես հովանավանք պատարագի մատուցելու, դու մոտենալով եկեղեցու խորանին, Սուրբ խորանին, դու խնդրելու ես, ասենք, երկնային գրասենյակից, որ այսքան ժամանակ հալածել ես անհետ կորածների ծնողներին, զոհված զինծառայողների ծնողներին քաշ տվել Եռաբլուր Պանթեոնում, դրա համար մեղքերի թողություն խնդրելու ես, թե չէ, դու խնդրելու ես, ասենք, ներում հայցելու ես երկնային գրասենյակից, որ մի ողջ ազգի դրել ես գժի տեղ ու ասում էիր, մեր գերիները 2-3 ամիս կսպասեն, բայց պատերազմից անցել է 5 տարի, ներում հայցելու ես, դու ներում հայցելու ես երկնային գրասենյակից այդ պատարագի ժամանակ, որ քեզ տրված էր հնարավորություն հոկտեմբերի 19-ին կանգնեցնել պատերազմը, դու արհամարեցիր այդ գործոնը, այդ շանս, այդ հնարավորությունը պատերազմը կանգնեցնել, որի արդյունքում մենք որպես ազգ, որպես երկիր, որպես պետություն, գոնե մի 1500-1600 հոգի ողջ առողջ մնացած տղաներ կունենայինք, ներում հայցելու ես, թե չէ, դու ներում ընդհանրապես հայցելու ես հայ ժողովրդից, մոմ ես վառելու, ճիշտ է, մոմավառություն է տեղի ունենալու, մոտենալու ես, մտնելու ես եկեղեցի, այն նույն եկեղեցիներից մեկը, որին դու անվանում ես Չուլան, դու ես ասում Չուլան, դու ներում հայցելու ես ընդհանրապես հայ ժողովրդից, որ դու մի ողջ ազգի բերես այսքան մրմուր, կսկիծ, տնավերություն, դու Աստծուց ներում հայցելու ես, որ 120,000 հոգի Արցախցու թողեցիր անտուն, անտեր, անգերեզման, դու ընդհանրապես ներում հայցելու ես այդ ամեն ինչի հիմար, թե չէ, թե ձևական մտնելու ես քո ախրանայի հետ եկեղեցի, հա, մոմ վառես, ցույց տաս աշխարհին, որ դու եկեղեցու դեմ չես պայքարում, դու պայքարում ես Գարեգին երկրորդի դեմ, որը բացարձակ լկտի սուտ է, քանի որ դու քո թիմի վայնասունը հիմա ողջ համացանցով մեկ տարածվել է, դուք չեք կարողանում ընդունել փաստ, որ կան պետական ինստիտուտներ, կան անհատներ, Մերզավանի ընտրվածը, որ սպանեցիք Իրատան Բաքում, Գյումրվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով ընտրվել էր Գյումրեցու կողմից, դու չես կարողանում պարտությունը մարսես, բայց պարտությունն էլ է, չէ՞ մարդու համար, ոնց որ կներեսնա տղու համար, խոսքի օրինակ, տղու համար, ոչ քո համար, դու տղա կոչելու իրավունք չունես, դու քո էությամբ չարչու հոգեբանությամբ հայ ազգի թշնամին ես, եթե դու թշնամի չլիներ, չէիր գնա Վատիկան Հռոմի պապի ձեռքը համբուրելու, հիմա շատերը կասեն դրա մեջ վատ բան չկա, հարց չկա, վատ բան չկա, եթե ինքը ընդունում է Վատիկանի Հռոմի պապի ձեռքը համբուրելու արարողակարգը, ապա ինքը որպես առաջի քրիստոնյա երկրի վարչապետ իրավունք չունի իմ երկրի եկեղեցուն անվանի Չուլան, իր հետևորդները բարոյական մարդկային ոչ մի իրավունք չունեն, տիեզերական եկեղեցու հետ ժողովի կողմից ընտրված կաթողիկոսին Facebook-ով գրեն սրբապիղծ ներ, դուք դրա բարոյական իրավունքը չունեք, բայց խոսել բարոյականությունից ու խոսել ձեր մասին, մեկտեղել, դա նշանակում է, որ մարդ ինքը իրան չհարգի, դուք չեք կարողանում մարսեք, որ առանց ձեզ այն միանձնյա ղեկավարի այն շորշոփը, որ նստած է քո վրա, դու ես չէ ասում, Պապ Թագավոր այլևս չի մահանալու, քեզ դնում ես Պապ Թագավորի տեղը, Ալեքսանդր Մակեդոնացու տեղը, հա, չգիտեմ, Մուսոլինիի տեղը, առանց հասկանալու, որ դու նույնիսկ Ալեքսանդր Մակեդոնացու, չգիտեմ, ձիու բուցեֆալի են պայտը չարժես կամ պայտի տակի թրիքը, որ կպտմեր,
Ալեքսանդր Մակեդոնացին կամ Պապ Թագավորը իմիջիայլոց Ալեքսանդր Մակեդոնացին եղել է աշխարհակալ, աշխարհն է գրավել։ Իսկ Պապ Թագավորը ունեցել է քո հոգեբանությունը։ Եվ քո նման հոգեշեղվածի նման ունեցել է խնդրեմ եկեղեցու հետ։ Նա էլ է սիրե բեռնատաները կանգնել են վարորդները միտինգ են անում։ Դա ինչի արդյունք է, եթե վարորդները միտինգ են անում։ Դա արդյունքն է նրա, որ դու ունես քո կողմից նշանակված էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան, ով փոխանակ զբաղվել այդ հարցերով Facebook-յան գրառում անում եւ ասում է Վարդանիկ Ղուկասյանը 6 ամիս 1 օր դիմացավ եւ գնաց կաշառակերության ճանապարհով։ Քո նշանակած կադրն է։ Դու ունես առողջապահության նախարար, ով ինքը ունի բուժման կարիք։ Քիթը չլինի, աշկերը շինում են իրար։ Կրթության մենթ։ Դու ունես քո կողմից նշանակված մարդու իրավունքների պաշտպան, ով փոխանակ զբաղվի Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքներով, ինքը զբաղված է ինքն իրեն ցուցադրելով եւ իր քթի երկարությունը համացանցում մեկտեղելով։ Ամեն անգամ կրկնելով, որ ինքը ունի բարձրակարգ իրավաբանական կրթություն։ Բայց երբ որ հերթը գալիս է իր բուն գործառույթներին, ինքը ասում է մեր տունը մարդ չկա։ Туры цецмен, ասում мне сейчас сказала, что у нас тут места мало։ Հելը մակիթ ընցent նկարում է, ասում նայեք, ֆարս պրոֆիլ։ Ես Անահիտ Մանասյանն եմ։ Դու ունես նորանշանակ հեցի տնորեն, ով համաշխարային որոնողական համակարգ Google-ով գրեմ ես պուպուլիկ բերեմա դրա նկարը։ Խի մենք այդ երկիրն ենք, հա։ Ինչի պետք է իմ երկրի հեցի տնորեն լինի պուպուլիկ։ Դու ունես այնպես քաղաքականություն ես վարում, որ հանդիպելով Թուրքիայում ապրող հայ սփյուռքի հետ, ասում ես մի մոռացեք իմ մասին, ես ձեր վարչապետը չեմ։ Բա ում վարչապետն ես։ Եթե դու ընտրվել ես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Դու ելույթ ունենալով որպես Հայաստանի վարչապետ ՄԱԿ-ի ամբիոններից փոխանակ խոսես, որ մեր երկիրն ունի տարածքային ամբողջականության խնդիր, հարևան երկիրը 240 կիլոմետր օկուպացրել է։ Այն ոսկե ցլիկի պես շարֆը sense գցեմ ես պանիկովսկու պես։ Հələ մեզ ազգային ժող այն ՄԱԿ-ի ամբիոններից գոռում ես ապագա ապագա։ Խնդրում եմ վերդ։ Ասում ես ապագա եմ բերել, ես խաղաղություն եմ բերել ՄԱԿ-ի հանձնաժողով։ Ինչի միջև քո մուտք գործելը ՄԱԿ-ի հետ նիստի ընթացքում մարդիկ ռագատկա, փեդ ու պոլիփեդ վերցե իրար ծեծում էին։ Հա։ Դու փոխանակ խոսես քո ռազմագերիների մասին, ասում ես տարածքային պահանջ չունեմ, ես Ադրբեջանի հետ այդպես խաղաղության։ Բայց այդ թուղթը, որ դու Մեղրի հատված արդեն ստորագրե հանձնել ես, ինչպես նաև Հայաստանով անցնող օդը տվել ես Թուրքիային, պահում ես քո սեյֆում։ Խի։ Դու չէիր ասում կառավարության ցանկացած որոշում պիտի հասանելի լինի ժողովրդի համար։ Բա խոսա դրա մասին։ Հետո նստում եք ազգային ժողովի ամբիոնից կամ ձեր այդ կաշվե բասկաթորների վրա հարց եք տալի, ասում եք, բա մեզ եկեղեցականները խի չեն սիրում։ Օրինակ ես չեմ տեսել մի դեպք, որ ամենայն հայոց կաթողիկոսը կամ նրա տեղապահը, ինչ որ բարձրաստիճան հոգևորական, քեզ Facebook-յան ստատուս կոչով հորդորով ասի, «Էս ինչ մարդուն նշանակի, էս ինչ պաշտոնին»։ Չեմ տեսել այդպես բան, որտեվ չի եղել այդպես բան։ Իսկ դու քո քաղաքական այդ բառը չեմ ուզում ասեմ, բայց խլինքազավրների կուտոկով։ Այդպես թողնի։ Այսօր վայնասուն եք բարձրացել, թե ինչու պիտի կաթողիկոսը կարգալույծ անի Տեր Արամին։ Դրա իրավունք ունի միայն կաթողիկոսը, բացառապես։ Կրկնում եմ երկրորդ անգամ։ Որտեվ եկեղեցին դա հոգևոր կառույց է։ Եկեղեցին չի ենթարկվում պետական կառավարման ոչ գործադիր, ոչ օրենսդիր մարմնին։ Դու դա չես ընդունում։ Քանի որ փոքր ժամանակ քեզ ասել են քո ատամ հատիկին, երբ որ դու թուրքական դրոշն ես վերցրել, Նիկոլ Փաշինյան, քեզ ասել են դու կմեծանաս, կդառնաս մեծ զորավար։ Հետո երբ որ քեզ տեսել են ձեր հարևանի Ղազերի բադերի հետևից վազելուց, քանի որ քո մոտ սեռական ցանկություն է ելել։ Բայց դու չես հասկացել, որ Ղազերում բադերուն դոմփում են մեկ այլ Ղազեր բադեր։ Դու մտածել ես դա քո գործառույթն է։
Մարդիկ հիասթափվել են քո գործունից։ Հիմա դու որոշել ես ի հակառակ մեր եկեղեցու, չայցելես մեկ այլ եկեղեցի, որպեսի պատարագի մասնակցես։ Վատիկանից պրիմիկո ռեսովեկա է, թե մեզ Հովանավան գնա, ես դեմ չեմ։ Միգուցե եկեղեցու պատերի ներսում դու զգաս թեկուզ 0.01%-ով, որ քո մեջ երևի, որով վերայից կասկած ունեմ, հայի արյունա հոսում։ Որտև նույնիսկ Թուրքիայում, երբ անցկացնում են գենետիկ անալիզ, Թուրքիայի բնակչության 30 քանի տոկոսը իրանց մեջ հայի գենետիկա են կրում։ Գնա մասնակցի պատարագին ու չմոռանաս, անպայման ներում կհայցես քո արած բոլոր քայլերի հիմար։ Երբ որ հրաման էր տալի, որ կարմիր բերեթավորները ոտու ձեռանելով զոհված զինծառայողի ծնող եռաբլուրից քաշ տալով տանեն։ Երբ որ հրաման էր տալի, 1000 ու մի ապօրինի հրաման ժողովրդին ջարդեն լցնեն բերդերն ու գաղութները։ Չմոռանաս։ Բայց իլուր աշխարհի գոռում ես, որ դու ամենաժողովրդավարն ես։ Թիվ 1-ն է ժողովրդին վարի տալով էդ մեզ։ Իսկ եթե քեզ խաբել են կողքից, լավ պաշտոն, փափուկ աթոռ ստանալու մոլուցքով տառապող մարդիկ, որ դու Ալեքսանդր Մակեդոնացին ես, պետք է հիասթափեցնեմ քեզ, պարոն վարչապետ։ Տես առաջ անգամ քեզ դիմեմ այդ ձևաչափով։ Դու կրկնում եմ, Ալեքսանդր Մակեդոնացու ձիու ոտի տակի պայտի նալի տակի կպած թրիկի կտոր ես։ Հուսով եմ դուք հասկնաս իմ բառերը։ Դու եւ քո քաղաքական թիմի որոշակի մարդիկ, ովքեր ամեն առիթ օգտագործում են քարկոծելու իմ եկեղեցին, անունը դնելով, որ Գարեգինը լավը չի։ Հա, ես էլ եմ ասում, միրու տարբերակ, Գարեգինը լավը չի, հետո ում եք առաջարկում բերենք տնենք ընդե։ Ում։ Էդ ով այդ սրբադասման պսակով ընդե։ Ով կա մեր հասարակության մեջ։ Կամ հրաման է ստորագրել փակել շողակատ հեռուստաընկերությունը, որը լուսաբանում է եկեղեցական ծեսերը, եկեղեցական արարողակարգը։ Դրա փոխարեն մենք ինչ պիտի նայենք։ Շուքուրզադեի, Փաշիզադեի ալիքները։ Փոքրիկ Ղուրանիկներ բաժանի։ Քո աջակիցները կսկսեն քիչ-քիչ այդ նամազ անել սովորել։ Խի չէ որ։ Չէ որ մենք գնում ենք խաղաղության։ Չէ որ մենք հաղթել ենք պարտվելով քո ասացի պես։ Չէ որ մենք որպես ազգ քո երեխաների մոռացելով ունենք 11000 դավաճան։ Հա? Այդ ազգը ինչ իրավունք ունի հակադարձել մեծն Նիկոլ Փաշինյանին, ով ավտոմատիկ գյուլլի պես եկավ իշխանության, մգադարերա ինչ, ռագատկի քար։ Զանգուլակ։ Կապի մեջ, պարոն Փաշինյան, одноклассникով։ Չմոռնաս, մենք ենք ցեռը մեր երկրի։ Այսքան բան։